Տեր Հիսուս համբարձվելուց առաջ իր աշակերտներին տվեց մեծ հանձնարարականը, Great Commission, իրենց միսիան, իրենց առաքելությունը, բուն նպատակը, ինչի մեջ է, մենք այն գտնում ենք Մատթեոս 28-րդ գլուխ 18-ից 20 համարների մեջ։ Հիսուս մոտենալով խոսեց նրանց եւ ասավ. Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն գնացեք եւ բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտեցեք նրանց անվամբ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Սովորեցրեք նրանց այն բաները պահել, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհիս վերջ։ Ուղարկելու նպատակը ինչն էր։ Քարոզել, սովորեցնել, նրանք ովքեր որ կհավատան, նրանց մկրտել երրորդության անունով։ Ահա մինչև աշխարհի վերջ ձեզ հետ եմ։ Բայց չէ որ այդ աշակերտները մի քանի տասնամյակ հետո ննջեցին։ Այս խոսքից ինչ ենք հասկանում, որ Հիսուս բոլոր այս հանձնարարականը ունեցողների հետ է, ահա 2000 տարի, այս շնորհքի շրջանին, այս դարաշրջանին, քանի դեռ եկեղեցին կա, հանձնարարականը տրված է, գնացեք եւ ամենուրեք քարոզեք։ Ուրեմն ոչ միայն առաքյալներին տրվեց, այլ նաև սերունդներին, մինչև այսօր 2000 տարի է։ Մարկոս 16-րդ գլխում էապես տարբեր հանձնարարական ենք տեսնում։ Եկեք միասին կարդանք։ 15-ից 20 համարները։ Գնացեք ամբողջ աշխարհ ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Նա ով հավատա ու մկրտվի, պիտի փրկվի, եւ նա ով չհավատա, պիտի դատապարտվի։ Նրանք ովքեր կհավատան, փակագծի մեջ հավատացել են, այս նշանները նրանց հետ պիտի գնան, իմ անունովս դևեր պիտի անեն, նոր լեզուներ պիտի խոսեն, ձեռքերով օձեր պիտի բռնեն, եւ եթե մահարի դեղ խմեն, իրեն չպիտի վնասի, հիվանդների վրա ձեռք պիտի դնեն ու նրանք պիտի առողջանան։ Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց եւ Աստծո աջ կողմը նստեց։ Նրանք էլ ելան ու ամեն տեղ քարոզում էին եւ Տերը նրանց գործակից էր եւ խոսքը հաստատվում էր այն նշաններով, որոնք նրանց հետ գնում էին։ Ամեն։ Ահա տրված մի ուրիշ հանձնարարական։ Եվ գիտեք, ոմանք ասում են, որ քանի որ Մատթեոսի գրվածը ամբողջական չէ, մենք ավելի նախընտրում ենք Մարկոսի գրածը։ Իսկ Մարկոսի գրածը քեզ վերաբերում է։ Այս հարցը մենք այսօր պիտի քննենք։ Քրիստոնեությունը խոսքի հետ միասին նաև հաստատվեց շատ նշաններով, գերբնական երևույթներով։ Դրանք անհրաժեշտ էին քրիստոնեության հաստատման համար։ Աստված, որպեսզի իր խոսքը հաստատեր, նաև այս հրաշքները պիտի կատարեր։ Աստված երբ որ Մովսեսին պատվիրեց, որպեսզի գնա Եգիպտոս եւ փարավոնից իր ժողովրդին դուրս հանի, դրա հետ միասին Մովսեսին տվեց իշխանություն, որպեսզի շատ հրաշքներ անի։ Օրինակ, ջրերի արյուն դառնալը, մարդկանց վրա ուռեցքնել ելելը եւ նաեւ անդրանիկների, ամեն անդրանիկների մահը եւ շատ ու շատ հրաշքներ եղավ, 10 հարվածներ եկան։ Այդ մասին Ելից 7-րդ գլխից մինչև 11-րդ գլուխը կարող եք կարդալ։ Որպեսզի դրանով Աստված հաստատի Մովսեսի աստվածային առաքելություն ունենալը, վավերացնի Աստծուց նրա լինելը։ Սա էր ամբողջ նպատակը։ Նույն կերպով ընթացավ հուդայիզմից քրիստոնեության անցնելու շրջանը,
Եվ Աստված շատ նշաններով եւ հրաշքներով եւ գերբնական երևույթներով նախ հաստատեց Տեր Հիսուս Քրիստոսի առաքելությունը, ապա նաեւ առաքյալների առաքելությունը այս երկրի վրա։ Եգիպտոսից մինչև Քանանու երկիր հասնելը 40 տարի տևեց։ Հուդայիզմից մինչև քրիստոնեության հաստատումը, որ իր մեջ ընդգրկում է Տեր Հիսուսի խաչելությունից մինչև Երուսաղեմի ավարտը, այսինքն ավերումը, նորից 40 տարի եղավ։ Եվ այն տեղի ունեցավ 70 թվականին։ Եվ Հիսուս ասում էր հետևյալը. Եթե ինձ չեք հավատում, իմ կատարածները տեսնելով հավատացեք։ Հիսուս ծառայի կերպարանքով էր եկել։ Ասում են ով է այս մարդը։ Մենք ճանաչում ենք իրեն։ Իր եղբայրները, քույրերը, մայրը, Հյուսն չէ, Հյուսնի որդին չէ։ Ինչպես հնարավոր է, որ նման բաներ տեղ ունենան։ Հովանես Մկրտիչը բանտում գտնված ժամանակ տարակուսեց։ Ուղարկեց իր աշակերտներին, ասաց գնացեք, հարցրեք Հիսուսին։ Դու նա էր, որ պիտի գայր, թե ուրիշ մեկին սպասենք։ Եվ Տեր Հիսուս չասաց, գնացեք Հովանեսին ասեք, որ իհարկե որ ես եմ, ինչ ես կասկածում։ Ասաց գնացեք, ինչ որ տեսնում եք, պատմեք։ Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, մեռելները հարություն են առնում, հա? Աղքատներին ավետարանն է քարոզվում։ Ուրիշ բան պետք չէ, գնացեք այս բաները ասեք։ Գործք առաքելոց գիրքը, որ մենք ունենք, այն ներկայացնում է առաքյալների կյանքը, թե Աստված նրանց միջոցով ինչպես գործեց եւ ինչ հրաշքներ տեղի ունեցան եւ նրանց ձեռքով ինչպես քրիստոնեությունը հաստատվեց։ Տասնյակ համարներ կան գրված, թե ինչ նշաններ եւ գերբնական երևույթներ նրանց ձեռքով տեղի ունեցան, Աստված կատարեց։ Միայն մի քանիսի վրա ծանրանանք, որպեսզի պատկերացում կազմենք, թե առաքյալների քարոզչությունը ինչով ընթացավ եւ ինչ արդյունք բերեց։ Գործք առաքելոց 4:33 համար։ Առաքյալները մեծ զորությունով վկա էին Տեր Հիսուսի հարությանը, նրանց ամենքի վրա մեծ շնորհք կար։ Գործք առաքելոց 2:43։ Առաքյալների ձեռքով շատ հրաշքներ եւ նշաններ գործվեցին։ 5:12 համար։ Առաքյալների ձեռքով շատ նշաններ ու հրաշքներ կլինեին ժողովրդի մեջ եւ ամենքը միաբանությամբ Սողոմոնի սրահի մեջ էին։ 5-րդ գլուխ 14-ից 16 համարները կարդանք։ Տիրոջ հավատացողները ալ ավելի կշատանային այրեր եւ կիների բազմությամբ, այնպես որ հիվանդները հրապարակները կհանվեին եւ պատգարակներով ու մայիշներով կդրվեին, որպիսի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա շուքը նրանց մեկի վրա ընկնի։ Շրջակա քաղաքներից բազմությունը Երուսաղեմ կժողվեր, հիվանդներ եւ պիղծ ոգիներից նեղություն կրողները բերելով, որոնք ամենքն էլ կբժշկվեին։ 9-րդ գլուխ 32-ից 42 համարները Պետրոս ամենտեղ կշրջեր եւ Լյուվդիայի բնակող սուրբերին քովել իջավ։ Այնտեղ մարդ մը գտավ, որի անունը Ենիա էր, 8 տարից ի վեր մահիճի պարկած անդամալուց։ Պետրոս ասավ նրան. Ենիա, Հիսուս Քրիստոս քեզ կբժշկե, ելիր եւ քու անկողինը չշտկե։ Նա էլ շուտ մը ելավ եւ բնակողներից ամենքը զանիկա տեսան եւ տիրոջը դարձան, այդ քաղաքի բնակողները։ Հոպեի մեջ աշակերտ եղած կին մը կար, նրա անունը Տաբիթա էր, որ կթարգմանվի այծեմնիկ։ Սա լեցված էր բարի գործերով ու ողորմություններով, որոնք ինքը կներ։ Այն օրերը ինքը հիվանդացավ եւ մեռավ։ Լվացին նրան եւ վերի սենյակը դրին։ Եվ Լիդիա հոպեի մոտ էր, ուստի աշակերտները լսելով, թե Պետրոս հոն է, անոր երկու մարդ ղրկեցին, աղաչելով, որ չուշանա եւ իրենց գա։ Պետրոսը ելավ, անոնց հետ եկավ, երբ եկավ
Վերի սենյակը հանեցին նրան, բոլոր որբևարիները անոր բոլորտիր կկայնած կուլային եւ ցույց կտային այն բաճկոններն ու հանդերձները, որոնք այծեմնիկը կշիներ, երբ իրենց հետ էր։ Պետրոսը ամենքը դուրս հանելով ծունկի վրա եկավ, աղոտ քրավ եւ դեպի մարմինը դառնալով ասավ. Տաբիթա, ելիր, կայնե։ Նա էլ իր աչքերը բացեց ու Պետրոսը տեսնելով ելավ, շիտակ նստավ։ Պետրոսը ձեռքը անոր տվավ ու վերցրեց զանիկա եւ սուրբելնար որբևարիները կանչելով անոնց առջև ողջ կայնեցրին զանիկա։ Այս բանը բոլոր հոպեի մեջ իմացվեց եւ շատերը Տիրոջը հավատացին։ Նպատակը եղած այս հրաշքների Տիրոջը հավատալներ։ Աստված այս հրաշքները չէր անում մարդկանց զարմացնելու համար, այլ որպեսզի մարդիկ տեսնեն այս անձերը, որ եկել եւ քարոզում են, Աստծուց են, որովհետեւ աստվածային գերբնական զորություններ է, որ իրագործվում է։ Մի ուրիշ պարագա նաեւ 14-րդ գլուխն է, կարդանք, 3-րդ համար։ Պետրոս եւ Բարնաբասն է սա։ Նրանք է շատ ժամանակ հոն կենալով համարցակ կքարոզեին Տիրոջմով, որ իր շնորհած խոսքին կվկայեր եւ նշաններ ու հրաշքներ կներ նրանց ձեռքով։ Ինչու եք մասնավորաբար այս օրինակները բերում եւ նշում, որպեսզի մեր մեջ հաստատ համոզում գա, որ առաքյալների հետ եղած բաները գերբնական են եւ մասնահատուկ առաքյալների համար էր։ 15-րդ գլուխ 12-րդ համարը բոլոր ժողովուրդը լուր կեցավ ու մտիկ կնեին Բարնաբասին ու Պողոսին, որոնք կպատմեին, թե Աստված որչափ նշաններ եւ հրաշքներ արավ հեթանոսների մեջ իրենց ձեռքով։ 19-ի 1-ն էլ գնանք, 19-ի 11-ը ներողություն։ Եվ Աստված նշանավոր հրաշքներ կներ Պողոսի ձեռքով, այնպես որ նրա մարմնից թաշկինակներ եւ գոգնոցներ կտանեին հիվանդներին, եւ նրանք կբժշկվեին, եւ չար ոգիները կելլեին այդ մարդկանց միջից։ Մեկ վերջին համար էլ կարդանք, այսպիսի համարներ բազմաթիվ են։ 28-րդ գլխի 8-9 համարներն են։ Պողոս Մելիտե կղզում է հայտնվել, Հռոմ գնալու ճանապարհին էր։ Այնտեղ մի անձնավորություն կար, նշանավոր մի մարդ էր, Պոպղիոս անունով, ասում է, Պոպղիոսի հայրը ջերմով եւ թանչքով դիզինտերիան է սա։ Հիվանդացած պարկած էր։ Պողոս նրա մոտ մտավ եւ աղոտ քնելով ձեռքերը նրա վրա դրեց եւ բժշկեց նրան։ Ու երբ այս եղավ, ուրիշ հիվանդներ, որոնք այս կղզու մեջ էին, կգային եւ կբժշկվեին։ Անոնք շատ պատիվներով ալ մեզ պատվեցին եւ մեր երթալու ատեննել պետ եղած բաներ մեզ տվեցին։ Ուրեմն Պողոսի ձեռքով էլ նշանավոր շատ հրաշքներ տեղի ունեցան։ Գործք առաքելոցը չգրվեց մեզ տրվեց, որպեսզի մենք եղած բաները անթորինակենք։ Վերցնենք ասենք, որ քանի որ առաքյալների ձեռքով այս բաները եղավ, մենք առաքյալներից ինչ պակասենք, որ մենք էլ այսպիսի բաներ կարող ենք անել։ Իմանանք, որ Աստված առաքյալների հետ մասնավոր հատուկ ձևերով գործեց։ Ոմանք ասում են, չէ որ Հիսուս 3 այսօր եւ հավիտյան նույն Աստվածն է։ Մենք էլ ասում ենք այո եւ ամեն։ Կա մեկը, որ ուրիշ կարծիք ունի, ուրեմն հավատացյալ չէ։ Հիսուս 3 այսօր եւ հավիտյան նույնն է։ Իր սերը չի փոխվում, փրկության ճանապարհը չի փոխվում, ճշմարտությունը չի փոխվում, արդարությունը չի փոխվում, Հիսուսի գութը չի փոխվում։ Սակայն դարերի ընթացքում Աստծո գործելակերպը մարդկության հետ տարբեր է եղել։ Խղճի շրջանին տարբեր էր, նահապետական շրջանին տարբեր էր, օրենքի շրջանին տարբեր էր, առաքյալների հետ տարբեր կերպերով գործեց, եկեղեցու շրջանին տարբեր է։ Մենք զանազանությունը պիտի կարողանանք հասկանանք, այլապես մոլորության մեջ կընկնենք։ Եբրայեցիս առաջի գլուխ եւ առաջի համարում գրված է. շատ ձևերով եւ շատ կերպերով
կանխավ Աստված խոսեց մարգարեներով, այս վերջին ատենը իր որդիով խոսեց, լոգոս, խոսքով խոսեց մեզ, նշաններով, տեսիլքներով, գեբնական երևույթներով չի, որ խոսում է Աստված։ Բայց մենք անդրադառնանք եւ նորից կարդանք 17-րդ համարը, Մարկոս 16-րդ գլուխ եւ 17 համարը։ Նրանք, ովքեր որ կհավատան, այսպես է գրած, եւ եթե մեկը հենց այսպես վերցնի, պիտի կարդա, որ նշաններ իր հետ պիտի գնա, դևեր պիտի անեն, չար ոգիներ պիտի անեն, լեզուներ պիտի խոսեն, հրաշքներ պիտի անեն, ձեռք պիտի դնեն եւ հիվանդները պիտի առողջանան։ Սակայն գիտենք, որ բնագիրը ամենաճշգրիտն է եւ բնագիրը գրվեց հունարեն։ Եվ հունարենի մեջ ահա տեսնում ենք այս տարբերությունը հետևյալն է։ Կհավատան, հավատալ հունարեն կոչվում է «pesteo», գրվածը ներկա շարունակական է։ Ներկա շարունակական։ «Pesteon» այդպես է։ Սակայն բնագիրը գրված է «pisteosasi», որ նշանակում է անցյալում կատարված դեպք, անցյալ կատարյալ ժամանակ, past perfect tense, ռուսերենով էլ ասենք, прошедшее совершенное время, մի բան, որ անցյալում արդեն կատարվել է, եւ ում ձեռքով կատարվեց դա, առաքյալների, նրանք ովքեր որ հավատացել են միջև այդ պահը, նրանց հետ է որ այս նշանները պիտի գնան։ Ուրեմն այս հանգամանքը փոխում է շատ բան։ Միայն առաքյալներին վերաբերող նշաններ են սրանք սերներ, վավերացնող եւ փաստող, որ նրանց առաքելությունը Աստծուց էր։ Եվ նաեւ կարդում ենք 20 համարը, եւս մեկ փաստարկ։ Նրանք ելան եւ ամենտեղ կքարոզեին, եւ Տերը նրանց գործակից էր, եւ խոսքը կհաստատեր այն նշաններով, որ նրանց հետ կերթար։ Մատթեոսի մեջ ինչ ասվեց. գնացեք քարոզեցեք, եւ ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջ։ Այսինքն բոլոր սերունդները այս բանը պիտի անեն։ Սակայն, որpիսի քրիստոնեությունը հաստատվեր, պետք է որ այս հրաշքները տեղի ունենան։ Նշաններով գրված է դևեր հանել Պողոս առաքյալ հանեց գործք առաքելոց 19-11 Հիշում եք մի անգամ աշակերտները եկան ասեցին ուրախացած Տեր չար ոգիներն են մեզ հնազանդվում եւ ինչ ասաց Տեր Հիսուս դուք մի ուրախացեք որ չար հոգիները ձեզ հնազանդվում են որտեւ նպատակը դա չէ Նպատակը եւ ամենակարևոր բանը, որ ձեր անունները երկնքում գրված են։ Սա է ամենակարևոր բանը։ Նաեւ այդ նշանների մեջ գրված է նոր լեզուներ խոսել։ Այս նյութը քարնի, որ շատ ծավալուն է։ Ես կատարել եմ այդ բոլոր ուսումնասիրությունները եւ պատրաստում եմ քարոզախոսություն, որ ապագա մի առիթով այդ քարոզախությունը կլինի։ Օձեր բռնել։ Պողոսի հետ տեղի ունեցավ այս դեպքը թե չէ։ Մելիտ է կղզում Հռոմի ճանապարհին Պողոս երբ որ այնտեղ էր ուզեց որ փայտերի մի կույտ վերցնի եւ կրակի վրա դնի։ Եվ ասում է որ մի օձ, մի իշ նրա ձեռքը բռնեց։ Եվ տեղաբնակները ասեցին Կա սա հանցագործ մեկն է, թեև ամեն բանից ազատվեց, բայց Աստված նրան թույլ չի տա որ ապրի, ահա պիտի ուռի եւ մեռնի։ Ոչ մի բան տեղի չունեցավ։ Աստված նրան պաշտպան կանգնեց, թեև այդ դեպքը տեղի ունեցավ։ Հիվանդներ բժշկել, որքան ասեք։ Կարդացեք գործք առաքելոցը արդեն բավարար է, որպիսի հավատանք, որ նրանց ձեռքով ինչպիսի բժշկություններ տեղի ունեցան։ Սրանք բացառիկ դեպքեր են։ Սրանք միայն առաքյալներին էին վերաբերում, նրանց միսիան, նրանց առաքելությունը երկրի վրա պիտի լիներ խոսքը քարոզել, քարոզելին զուգընթաց այս հրաշքները պիտի տեղի ունենային, որպեսզի քրիստոնեությունը հաստատվեր։ Այս նշանները ունեն իրենց կնիքը, կոչվում են
առաքելական նշաններ։ Պողոս առաքյալ, որ Հուդայի փոխարեն 12-րդը եղավ, երկրորդ Կորինթացիս 12-րդ գլխի մեջ 12 համարը գրում է. Հիրավի ձեր մեջ առաքյալի նշաններ գործածվեցին։ Ինչի է մասնավորաբար ասում առաքյալի նշաններ։ Թող ասեր, որ գերբնական երևույթներ, չէ՞։ Մասնավոր նշում է առաքյալի նշաններ։ Ամեն համբերությունով, նշաններով, սքանչելիքներով եւ զորություններով։ Եվ ապա շարունակում է. միթե ամենքը առաքյալ են, միթե ամենքին է տրված այս բանը, իհարկե որ ոչ։ Այս նշանները հեթանոսներին համոզելու համար էին։ Պատկերացրեք, Պետրոս առաքյալ, մի ձկնորս, ինքը չգնաց մի լավ խանութ, որպեսզի այնտեղից է թանկարժեք հագուստներ հագներ, ազնվականի կերպարանք վերցներ, որ երբ որ մարդկանց մեջ մտներ, մարդիկ իրեն ուշադրությամբ լսեին։ Ձկնորս մեկն էր, իր հագ ու կապը, իր վիճակը, սակայն Աստծո խոսքը քարոզում էր, պետք էր որ այս հրաշքները լինեին, որպեսզի մարդիկ նրան ուշադրություն դարձնեին։ Նույնը մյուս առաքյալները։ Մենք կարդում ենք Հռոմեացիս 15-րդ գլուխը 16-19 համարները։ Պողոս այսպես ասում. որպեսզի ես Հիսուս Քրիստոսի սպասավորը լինեմ հեթանոսների մեջ եւ Աստծո ավետանը մատակարարեմ, որպեսզի հեթանոսների ընծայվիլը ընդունելի լինի Սուրբ Հոգու սրբելովը։ Ուստի Աստծո քով կկենամ եւ կրնամ պարծենալ Քրիստոս Հիսուսով։ Վասզի չեմ համարձակվում խոսիլ այն բաների մասին, որ Քրիստոս իմ ձեռքով գործած չէ հեթանոսները հնազանդեցնելու համար, խոսքով ու գործով, նշաններու եւ հրաշքներու զորությունով, Աստծո հոգու զորությունով, այնպես որ Երուսաղեմեն սկսած եւ շրջաննելով միջև լյուվկրիացիների կողմերը Քրիստոսի ավետանը լեցրեցի։ Աստված մեծ հրաշքներ գործեց իրենց ձեռքերով։ Ավետանով խոստացված փրկությունը պիտի հաստատվեր այս նշաններով։ Դա էլ կարդում ենք Եբրայեցիս 2-րդ գլխում 3-4 համարները։ Հապա մենք ինչպես պիտի ազատենք, եթե անհոգ լինենք այնպիսի մեծ փրկության մասին, որ նախ Տիրոջմե հռչակվեցավ եւ լսողներին ձեռքով հաստատվեց։ Աստված էլ վկայեց նշաններով, հրաշքներով եւ զանազան զորություններով եւ Սուրբ Հոգու պարգևներով, ինչպես ինքը կամեցավ։ Բայց այսօր մենք այդպես չենք տեսնում։ Աստծո կամենալով չէ, մարդիկ իրենց ինքնակոչներ որպես հռչակում են։ Փրկության ծրագիրը, երբ որ իրագործվեց, առաքյալներին տրված նշաններն էլ դադարեցին։ Եվ դադարեցման պատճառը այն էր, որ այլևս դրանք հարկավոր չէին ավետանը հաստատելու համար։ Ավետանը արդեն հաստատված էր։ Նշանները եւ այդ հրաշքները այլևս անհրաժեշտություն չէին։ Այն ժամանակ, որ առաքյալների միջոցով այս հրաշքները տեղի են ունենում, նոր կտակարանը գրված ամբողջացած չէր։ Նոր կտականի առաջի գրությունը Թեսաղոնիկեցիներին գրկված նամակն է, առաջի նամակը, գրվել է 52 թվականին Քրիստոսի թվարկությամբ։ Առաջի ավետանը, Մարկոսի ավետանն է 59 թվականին է գրվել։ Գործք առաքելոցը գրվել է 65 թվականին, այնպես որ գրությունները չկային, միայն Տիրոջից տրված հայտնություններով Սուրբ Հոգի միջոցով նրանք ավետանը քարոզում էին։ Առաքյալներից հետո այս նշանները դադարեցին։ Մի քարոզիչ ինձ հետևյալ ասաց, որ այդ անուսում առաքյալներին, որ Աստված այս պարգևները տվեց, մենք ուսում առած, համալսարան ավարտած, մեզ չպիտի տա այդ պարգևը։ Ասողը տնտեսագետ է։ Հիմա այդպիսիներին ասենք հետևյալը։ Այո, այդ առաքյալները անուսում էին, բայց այդպիսիներին, որ այսպես են արտահայտվում, ամենին մեկտեղ կտանեն ջուրը
ու այնտեղից ծառավ հետ կբերեն։ Միջև կյանքերի վերջ իրենց կսովորեցնեն, որովհետև Սուրբ Հոգիով նրանք լցված էին։ Էլ չենք խոսում Պողոս առաքյալի մասին, որ եզակի մի անձնավորություն էր։ Աստծո ձեռքերի մեջ մի ընտիր աման էր, որ գործածվեց Աստծո փառքի համար։ Գրված է, որ առաքյալների վրա Աստծո մեջ շնորհքը կար։ Աստված շնորհեց նրանց, որ Աստծո խոսքը գրեն։ Դուք պատկերացնում եք։ Նրանց նամակները ահա 2000 տարի է։ Մենք կարդում ենք իրենց անունները եւ գիտենք 2000 տարի անցել, բայց ճանաչում ենք, գիտենք, որ այդպիսի առաքյալներ են եղել։ Պողոս առաքյալը ասում է. «Միայն թե Տիրոջ տեսիլքներին եւ հայտնություններին հասնեմ, որ դառնա այն գրողը, որ այդ հայտնությունների իբրև արդյունք Աստծո խոսքը գրի»։ Անշուշտ գիտենք, որ Աստծո խոսքի իրական հեղինակը Սուրբ Հոգին է եւ նրանք եղան միջոցը այս հայտնությունները, այս տրված խորհուրդները մեզ հասցնելու համար։ Պիտի ասենք հետեւյալը. առաքյալներից հետո հայտնությունները դադարեցին, նոր հայտնություններ չկան, որովհետև Աստծո խոսքը կնքված է, ամբողջացած է, կատարյալ է։ Նոր հայտնություններ են ունենում մարդիկ եւ այնպիսի ցնորություններ, որ կարելի է միայն ծիծաղել այդ բաների վրա։ Օրինակ, Աստված մեկին հայտնեց, որ այսուհետև կուտով ձմերուկ պիտի ուտեք։ Ինքը քանի որ օրգանիկ սնվող մեկն է, իր մարմնի վրա դողում է, իր սրտի ուզածը մյուսներին էլ է պարտադրում իբրև թե Աստծուց ստացած հայտնություն։ Հայաստանից մի քարոզիչ էր եկել, որ երգիչ է։ Անշուշտ հիմա մոդա է դարձել, ով որ քարոզում է անպայման պիտի երգի էլ։ Ասաց, որ մի քույր ինձ համար հայտնություն է ունեցել։ Որն է այդ հայտնությունը, որ ես պիտի գնամ եւ ամբողջ աշխարհում պիտի քարոզեմ։ Էդի հայտնություն է։ Միթե Տեր Հիսուս չուղարկեց ասավ, գնացեք ամբողջ աշխարհում քարոզեցեք։ Բայց հատկապես այդ քույրը ասել է, որ կկենտրոնանաս Միացյալ Նահանգներում։ Իսկ բանից պարզում է այդ քարոզիչի սրտի ամբողջ փափագը Միացյալ Նահանգներում ապրելն է։ Ուրեմն ուրիշների բերանով, իրենց բերաններով հայտնություններ, որոնք գալիս են իրենց սրտից, իբրև թե Աստծո բերանից են դրանք ելել։ Այո, այսօր շատերը կան, որ իրենք ասում են, մենք մասնավոր հայտնություններ ունենք։ Սուրբ գրքից առավել իրենք հայտնություններով են առաջնորդվում։ Մեկ ինձ հետ համացանցով շփվում էր Հայաստանից եւ գրեց այս մասին կին, որ ինքը մեծ հայտնություններ ունենում եւ մասնավոր հակուկապիր են։ Ոտքից միջև գլուխ ճերմակ ամբողջությամբ, ինչպես ասում են, պիրճտկնիրը հակին, ցիլինդրը գլխին, սկզբունքով։ Եվ պնդում էր, որ ինքը հայտնություններ ունի, որ Աստված մասնավոր իրեն է տվել եւ մարդկության ինքը պիտի տարածի։ Խաբեություն է սա։ Խաբեություն է։ Սուրբ գրքից դուրս որևէ հայտնություն չկա, որևէ մեկը չհավակնի։ Եթե հայտնություն պիտի բերվի, պիտի հաստատվի, թե որտեղ է գրված։ Եթե գրված չէ, ուրեմն Աստծուց չէ։ Մենք չենք կարող վստահել նման մի բանի։ Սերներ, թող մեր ականջների մեջ զնգա եւ զորավոր ձևով։ Ահա կարդում ենք Հայտնություն 22:18։ Եթե մեկը այս խոսքերի վրա մի բան ավելացնի, ավելացնելը նշանակում է խոսքից դուրս լինել։ Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որոնք այս գրքի մեջ գրված են, թող զգուշանան բոլոր նրանք, ովքեր նոր հայտնություններ են մեջտեղ բերում։ Հիմա մեկը, որ հանրաճանաչ է, համաշխարհային անուն ունի, այսպիսի մի հայտնություն է բերել, որ Հայր Աստվածը երրորդություն է, Որդի Աստվածը երրորդություն է, Սուրբ Հոգի Աստվածը երրորդություն է։ Քանի Աստված եղավ։ 9, չէ՞։ Այսինքն 9 երրորդություն է։ Ինչպես որակենք նման մեկին, ասենք հերձվածող։
heresy, եւ այդ մարդու անունը Բենի Հին է։ Նաեւ կարդացինք, որ գրված է, հիվանդների վրա ձեռք պիտի դնեն եւ նրանք պիտի առողջանան։ Եթե սա վերաբերեր բոլորին, չէ՞ որ հավատում եք, չէ՞ բոլորն էլ հավատում։ Ովքեր որ հավատում են, նշանակում է բոլորն էլ այս պարգևը պիտի ունենան ձեռք դնելու եւ հիվանդներին բժշկելու։ Դեռ ավելին ասենք ձեզ, հուդայզմից քրիստոնեության շրջանը դեռ չամբողջացած բժշկության պարգևը դադարեց։ Ահա փաստարկներ բերեմ ձեզ։ Պողոս առաքյալ առաջի Տիմոթեոս 5:23-ում Տիմոթեոսին գրում է հետևյալը. Սրանից հետո միայն մի ջուր մի խմիր, հապա մի քիչ էլ գինի գործածի ստամոքսիտ հաճախակի հիվանդությունների համար։ Այս են Պողոս առաքյալն է, ումից որ թաշկինակներ, գոգնոցներ են տանում, հիվանդների վրա են գցում եւ հիվանդները բժշկվում են։ Տիմոթեոսին ասում է գինին օգտակար է մի քիչ ստամոքսիտ հիվանդությունների ցավերի համար։ Երկրորդ Տիմոթեոսում 4:20 համարում գրում է. Երաստոս Կորինթոսի մեջ մնաց, Տիմոթեոսին Միլիտոսի մեջ թողեցի հիվանդացած։ Պողոս առաքյալ, դու այդ պարգև ուներ, չէիր կարող այդ եղբորն էլ բժշկել։ Ուրիշ մի դեպք Փիլիպեցիս 2:25-27 համարները։ Բայց հարկավոր սեպեցի հիմա ձեզ ղրկել Եփապրադիտոս իմ եղբայրս եւ գործակիցս ու զինակիցս, որ դուք ղրկած եք իմ պետքերուց ծառայելու, որտեւ ինքը շատ կարոտացած էր ձեզ ամենքը տեսնելու ու կցավեր, որ դուք լսած եք, թե ինքը հիվանդացած է, արդարև, ինքը մահամերձ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան, ոչ միայն նրան, հապա ինձ էլ, որպեսզի տրտմությանս վրա տրտմություն չգա։ Այս եղբայրը հիվանդ էր եւ Պողոս չի կարողանում նրան բժշկել։ Այն Պողոսն է, որ պատգարակներով իր առջև բերում են եւ բժշկում էր բոլորին։ Որտեւ այդ եղած բաները անհրաժեշտ էին ավետանի ճշմարտությունները հաստատվելու, քրիստոնեությունը հաստատվելու համար, հիմա դրա պետքությունը չկա։ Պետրոսի շուքը, ստվերը հիվանդների վրա են ընկնում եւ բժշկում են, որպեսզի հավատան, որ Պետրոս Աստծո կողմից ղրկված մեկն է։ Բայց չէ որ գրված է, պիտի քննենք նաեւ հակափաստարկները, որ բերվում են այս առնչությամբ, եւ դա առաջի Կորինթացիս 12:28-30 համարներն են։ Եվ Աստված եկեղեցու մեջ դրավ մեկ քանիսները, նախ առաքյալներ, երկրորդ մարգարեներ, երրորդ վարդապետներ, ուրիշ հրաշք գործողներ, ետքը բժշկելու պարգև ունեցողներ, օգտողներ, կառավարողներ, լեզու խոսողներ, միթե ամենքը առաքյալ են, միթե ամենքը մարգարե են, միթե ամենքը վարդապետներ են, միթե ամենքը հրաշքներ կգործեն, միթե ամենքը բժշկության պարգև ունեն եւ այսպես շարունակաբար։ Ինչն էր պատճառը, որ Պողոս առաքյալը այս բանը գրեց, հետեւյալը. Կորինթոս, որ խառնակ մի տեղ էր, եւ այդ եկեղեցու մեջ առաքյալ ասում է ձեր մեջ մեղքեր կան, որ անգամ հեթանոսների մեջ չկան այդ մեղքերը։ Նրանք գլուխ են բարձրացնել եւ հավակնում են, որ մենք պարգևներ ունենք։ Լսել են, որ առաքյալների ձեռքով այսպիսի հրաշքներ տեղի ունեցան, բժշկություններ տեղի ունեցան, ասին մենք նրանցից ինչով ենք պակաս, մենք էլ ունենք այդ պարգևը։ Եվ Պողոս առաքյալ ասում է. միթե ամենքը առաքյալ են, նրանց էլ տրված այս բաները, բայց դուք ձեզ եք վերագրում այդ ամենը։ Եվ երբ որ մարդը իր համար հայտնագործում է, որտեղ սրտի ցանկությունն է, որ ինքը բժշկության պարգև ունի, այդ ժամանակ չարը սկսում է տրամադրել նրան իր զորությունները։ Զարմացաք։ Սատանան կարող է բժշկություն անել։ Հա? Կարող է։ Անշուշտ։ Հայտնություն 13:12-ում գրված է. Ների համար, որ մահացու վերք ուներ եւ առողջացավ, նրան ով բժշկեց, Աստված։ Աստված ներին պիտի բժշկի։ Չէ որ իր պապան Սատանան, Գործք առաքելոց 8-րդ գլուխ։ Սիմոն Մոգը կար, այս մարդը հրաշքներ էր անում։ Այնպես որ մարդիկ զարմանում էին։ Բոլորին ապշեցնում էր եւ մարդիկ ասում էին. «Սա
Աստծո զորությունն է։ Ինչպես այսօր նման կարգի երևույթները, գեբնական բաները, որոնք սատանան մեջտեղ է բերում, վերագրում են Աստծուն, ասելով, որ սա Աստծո կողմից էր։ Մեր օրերում ցավոք սրտի պիտի ասենք, որ տեղից ելնողը բժշկություն է անում։ Ասում է, ես բժշկության պարգև ունեմ, անգամ հեռավորության վրա, հեռուստատեսության միջոցով, ասում է, Աստված հոգիով հիմա ինձ հայտնեց, եւ սա փաստեր այսինչն է, որ տեսնում է ինքը մարդկանց հիվանդությունները եւ զարմանալիորեն բոլոր մարդիկ ծաղկավոր հանդերձներ ունեն։ Մեկը ծաղկավոր խալաթ է հագած, մյուսը ծաղկավոր իր իսկ բառերով սարոշկա եւ արյան ճնշումի մեջքի բժշկություն ունեցավ եւ տարբեր բաներ։ Ինչ է սա։ Աճպարարություն է։ Աճպարարություն։ Նմաններին ասենք, որ այդպիսիները խաբեբա են։ Քննենք հետևյալը։ Հակոբոս առաքյալ ասում է. հավատքով եղած աղոթքը պիտի բժշկի հիվանդին։ Շատ ճիշտ է, բայց ոչ անպայմանորեն, այլապես ոչ մի հավատացյալ հիվանդ չպիտի լիներ, բայց իրականությունը դա չէ։ Faith movement-ը, երբ որ 50 տարի առաջ մեջտեղ եկավ, հավատքի շարժումը, նրանք բերեցին հետևյալ գաղափարը, որ եթե հավատացյալը հիվանդ է, դա արդեն մեծ խնդիր է, եթե չի բժշկվում, ապա նա չի կարող նաև փրկվել, որովհետև բժշկության համար հավատք պիտի ունենա եւ դրանից ավելի մեծ հավատք պիտի ունենա փրկվելու համար։ Հավատացյալը չպետք է հիվանդ լինի, որովհետև գրված է Հիսուսի վերքերով մենք բժշկվեցինք։ Այդ խոսքի համար մենք ասում ենք այո եւ ամեն։ Հիսուսով մենք մեր հոգիների բժշկություն ունեցանք եւ նաեւ Աստծո կամքի համեմատ մեր մարմինների բժշկությունը մեզ տրվեց։ Հրճակում են, որ հիվանդությունդ գնաց։ Մարդը մի քանի օր հետո գնում է բժշկի, որտեղ նրա հետ appointment ունի, նորից հետազոտություններ են անում, ասում են հիվանդությունդ ավելի խորացած է։ Եվ այդ մարդու վիճակը պատկերացրեք, այդ մարդը գայթակղվում է, ասում է սուտ է այս ամենը։ Աստվածային բոլոր բժշկությունները Աստծո կամքով են լինում։ Իսկ այդպիսի բաներ անողները Աստծո կամքը հաշվի չեն առնում։ Աղոթքը առաջի քայլն է, աղոթքը խնդրվածք է, միջոց է Աստծուն գնալու, բայց ո՞րն է Աստծո կամքը, դա պիտի հաշվի առնենք։ Երկրորդ Կորինթացիներում Պողոս առաքյալ հետևյալը գրեց, սա 12-րդ գլուխ 7 համարն է։ Ինձ մարմնի խայթոց տրվեց սատանայի հրեշտակից, ինձ նեղելու համար, որպեսզի չհպարտանամ։ Շատ ու շատ պատճառներով Աստված կարող է թույլ տալ, որ հավատացյալները երկար ժամանակ հիվանդությամբ անցնեն եւ անգամ այդ հիվանդության որպես արդյունք նաեւ մահանան, ննջեն։ Դա նշանակում է այդ հավատացյալը հավատք չուներ կամ բժշկության բավարար հավատք չուներ։ Մենք Աստծո կամքը չգիտենք, թերևս այդ մահվան պատճառով Աստծո փառքը պիտի երևար, ոմանք պիտի ապաշխարեին, մենք չգիտենք այդ բաները։ Ուրեմն Աստծո խոսքի սխալ հասկանալը եւ սխալ քարոզախոսությունը քանդիչ գործ է կատարում։ Տեր Հիսուս իր աշակերտներին ասաց. ինձանից մեծ գործեր պիտի կատարեք։ Որ գործերն են դա։ Միայն մեկ գործ։ Տեր Հիսուս ինքը քարոզեց միայն Հրեաստանում։ Աշակերտները, այո, այդ առումով ավելի մեծ գործ կատարեցին։ Ուրիշ երկրներ գնացին, մինչև Հնդկաստան հասան եւ քարոզեցին։ Ինձանից մեծ գործեր պիտի կատարեք։ Սակայն սխալ են հասկանում այս խոսքը։ Հիսուսից մեծ գործ կատարել։ Օրինակ, Հիսուս 4 օրվա մեռած Ղազարոսին հարություն տվեց, իրենք 10 օրվա մեռածին հարություն կարող են տալ։ Հիսուս ջուրը գինի դարձրեց, իրենք ջուրը կոնյակ կարող են դարձնել, կամ էլ տաքիլա, իրենց հայացողությամբ։ Տեսնում եք։
Զավեշտալի այս բաները։ Երբ հավատացյալը չի բժշկվում, բավարար հավատք չունի։ Մի օրինակ ձեզ բերեմ։ Գործք առաքելոց 3-րդ գլխում Պետրոս առաքյալի հետ տեղի ունեցած մի դեպք կա, որ գեղեցիկ կոչված այդ դրան մոտ տեսնում է մեկին մորից կաղ ծնված։ Նստած է այդ մարդը մուրացկան է, մուրում է միայն։ Նա անգամ բժշկվելու ակնկալություն չունի։ Միայն թե այդ օրը մի բան իրեն տան, իր հացը տան։ Եվ Պետրոս տեսավ ու խղճած ասաց. ոսկի եւ արծաթ չունեմ որ տամ, Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ելիր ու քայլիր։ Եվ այդ մարդը քայլեց։ Եվ շրջապատը տեսավ։ Եվ ճանաչողները իմացան, որ այս անձնավորության միջոցով էր, որ այս մարդը բժշկվեց։ Դա պատահական չէր, որ Պենտեկոստեի օրը այդքան մեծ բազմություն հավաքված էր եւ Պետրոս առաքյալին լսեցին, այդ ձկնորսին, որ փրկության ավետարանը քարոզեց այդ մարդկանց եւ 3000 հոգիներ ապաշխարեցին, Աստված արդեն նախապատրաստել էր հողը, որպեսզի երբ որ այդ հունտերը ընկնեն, նրանք անմիջապես պետք է որ պտուղ տային։ Գործք առաքելոց 4 գլխից կարդանք 29-31 համարները։ Գիտեք, որ առաքյալներին քահանապետները շատ հալածեցին եւ ասում է. «Եվ հիմա ով Տեր, նայե նրանց սպառնալիքներին եւ շնորհե քու ծառաներիդ, որպեսզի բոլոր համարձակությամբ քու խոսքդ խոսենք, ամենակարևոր գործը, քո ձեռքդ երկանցնելով բժշկելու եւ քու սուրբ որդուդ Հիսուսի անունով նշաններ եւ հրաշքներ կատարվեն»։ Երբ նրանք աղոթք արին, շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, եւ ամենքը Սուրբ Հոգիով լեցվեցին եւ Աստծո խոսքը համարձակ կքարոզեին։ Ուրեմն ամեն եղած նշանների միակ նպատակը Աստծո խոսքի քարոզչությունն էր։ Ասում են նաեւ, երբ որ մեկը չի բժշկվում, սա նշանակում է այդ բժշկողը կամ հպարտացած էր, կամ էլ իր կյանքի մեջ թաքնված մեղքեր կային, Աստված թույլ չտվեց, որպեսզի բժշկվի։ Եվ մի անձնավորություն ինձ հետ բանավեճի մեջ էր մտել։ Հայաստանում մի հոգևոր երգչուհի, հիմնապաշտ հավատացյալ, ամբողջ ընտանիքով հավատացյալ, ամուսինը եկեղեցու հովիվ, քաղցկեղով, քանսերով հիվանդացավ այս քույրը։ Աշխարհի բոլոր անկյուններում լուր տվեցին, որ այս քրոջ համար աղոթք արեք։ Եկեղեցիներ շարունակաբար աղոթք արեցին։ Այս քրոջը տարան Գերմանիա բժշկելու համար, ոչ մի բան չօգնեց, ի վերջո այս քույրը Քրիստոսով ննջեց։ Հիմա այս իրենց ասած բաներից որ մեկն է, որ այստեղ կա, հավատք ուներ թե չէ, վստահաբար։ Չգտնվեց մեկը բժշկողներից իրենց ասած, որ հպարտացած չլինի, ասենք խոնար մեկը լինի, չգտնվեց ուրեմն։ Չգտնվեց մեկը, որ իր սրտում թաքնված մեղքեր չունենա։ Չգտնվեց, բանից պարզում է չգտնվեց։ Իսկ ուր էր հրաշքների եւ բժշկությունների ծառայությունը, հա? Իրենց կին հովիվներով, հազարապետներով, որ աջ ու ձախ բժշկություն են անում։ Հիսուսի անունով բժշկությունը գնաց, խաղալիք են դարձրել, հասկանում եք, խաղալիք։ Տարբեր տեղերում հիմնում են տեղեր, մարդկանց հավաքում են, իբրև թե բժշկություններ պիտի անեն։ Եվ մի անձնավորություն, որքան էր հիասթափված, ասում է, որ երկար ժամանակ գլխացավ ունեմ, գլխացավս չի անցնում։ Իմացա, որ մեր քաղաք են գալիս, ասի գնամ, թերևս այդ բժշկությունը պիտի ստանամ եւ հավատում էի, որ Տերը կարող է ինձ բժշկել, միջև հիմա էլ հավատում եմ։ Այդ օրը հրճակեցին, որ այսօր միայն որովայնի այդ մասում եղած օրգանների բժշկություն պիտի անեն։ Եվ այդ մարդը պարապտեղներ այնտեղ գնացել։
Այն ինչ որ ներկայիս արվում է, Կաշպիրովսկուց ավելի չէ, հիպնոզ է, իմացեք, հիպնոզ։ Աստծո խոսքի ժամանակագրությունը չեն հասկանում, dispensation-ները եւ սխալ բաներ են ուսուցանում։ Պարզ հավատացյալները մեղք չունեն։ Ինչ որ լսում են, դրանով էլ առաջնորդվում են, հավատում են իրենց քարոզիչներին։ Եվ ցավալին գիտեք նա է, որ ով որ մի քանի խոսք խոսում է, անմիջապես հանում են, ասում են ելիր քարոզի, բայց այդ մարդը հիմնավոր գիտելիքներ չունի, հիմք չունի հոգևոր գիտության, ելիր եւ քարոզի։ Եվ այդպիսիներն են, որ այսօր հոգևոր դաշտում ինքնակոչ են, մարդակոչ են եւ աստվածակոչ չեն։ Այդ բժշկողներից մեկը մի օր հայտնվեց մեր եկեղեցում, ասաց Աստծո կողմից պարգև ունեմ բժշկելու։ Ասի հիանալի է, շատ լավ է, եւ այսօր առիթը պիտի ունենաս քո այդ պարգևը գործի դնելու։ Եղբայրներից մի քանիսը ներկա են, ասեցի ահա ձեզ, ահա քեզ, մեր եղբայրը, այն ժամանակ Պատրիս եղբայրը մեր մեջ էր, դեռ Քրիստոսով չէր ննջել, ասի քանսերով հիվանդ է, քաղցկեղ ունի, խնդրեմ բժշկի։ Կանգնեց մի քանի վայրկյան ասաց, չգիտեմ ճիշտն ասած, քանսերը կարող եմ թե չէ։ Մենք հավատում ենք անվերապահորեն, առանց կասկածելու, հաստատ գիտենք, որ Աստված դարերի ընթացքում արել է բժշկություններ, ներկայիս էլ է բժշկություններ անում, Աստծո ձեռքը չկարճացավ, ոչ էլ իր զորությունը պակասեց։ Աստված այսօր էլ է բժշկում, սակայն միմիայն իր կամքի համեմատ։ Մենք ականատեսն ենք եղել այնպիսի բժշկությունների, որ զարմանալի է։ Կոկորտի քաղցկեղով հիվանդ մեկը, ում ասել են, որ այս հաջորդ առավոտվա չի հասնի այս մարդը, որտեղ մի քանի ժամվա կյանք ունի, առավոտյան մարդը անկողնուց ելել էր, եւ երբ որ բժիշկները քննել էին, զարմանքից քարացել էին, ասելով, որ քաղցկեղի ոչ մի նշուլ անգամ գոյություն չունի։ Աստված գերբնական ձևով այդ բժշկությունը արավ։ Այո, բժշկելը Աստծո մենաշնորհն է, իր կամքի համաձայն է, այսօր էլ է բժշկում, օրհնյալ է Տիրոջ կամքը։ Առաքյալների մասնակցությամբ չար ոգիներ, դևեր ելան մարդկանց միջից, Աստված նրանց գործածեց այդ բանի մեջ։ Այսօր այդ խաբեբակ քարոզիչները ասում են, եթե մեկը հավատացյալ հիվանդ է, նշանակում է իր մեջ չար ոգի կա։ Եվ այդ չար ոգին մենք դուրս պիտի նետենք, եւ ինչպիսի գաղափարներ կզարմանաք, սատանայական է սրանք։ Որ չար ոգիները ինչպիսի ուղիներ, որ մարդու մեջ գնում են, օրինակ, բերանի միջոցով, ակաժների միջոցով, քթի միջոցով, եւ էլ ուրիշ ինչ ուղիներ, որ կան, դրանց միջոցով չար ոգիներ են մտնում մարդու մեջ։ Հետևաբար մարդը պետքություն ունի քլինզինգի, մաքրվելու։ Պատկերացնում եք հավատացյալից, մեկի մեջ, որ Սուրբ Հոգին է բնակվում, նրա մեջ կարող է չար ոգի մտնել։ Հանում են բեմի վրա, առջևը դնում են մի դույլ, վեդրո, բակետ, եւ հրամայում են դևերին, չար ոգիներին, որ դուրս ելիր այդ մարդու միջից։ Այսպիսի խամաճիկ բաներ են անում։ Զգուշանանք, այսօր խաբեբաները շատ են, սուտ մարգարեներ ինչպես Տեր Հիսուս ասավ եւ առաքյալները գրեցին, վերջին ժամանակների մեջ սուտ մարգարեներ պիտի ելնեն, այնպես որ մեր ականջը ամեն ձայնի չտանք։ Մենք պետք է որ առաջնորդվենք միմիայն Աստծո խոսքով։ Խոսքը ինչ է ասում, պիտի քննենք, այո նաև բնագիրը պիտի քննենք, որ մեզ համար շատ պարզորոշ լինի։ Այդ խոսքով մենք ծնունդ ունեցանք, խոսքով մենք մաքրվեցինք մեր մեղքերից։ Խոսքը ամեն բանի զորությունն է հավատացյալի կյանքի մեջ։ 2 Տիմոթեոս 3 գլուխ 16-17 համարներում կարդում ենք. Ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու,
հանդիմանելու, կրթելու, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի, հասուն լինի, ամեն բարի գործերի պատրաստված։ Աստված այսօր էլ է բժշկություններ անում։ Իր կամքի համաձայն, այո, դրա համար մենք իր կամքը փնտրենք։ Եվ ինչպիսին է Աստծո կամքը, ասենք, փառք քեզ Տեր, քու կամքիդ համար։ Աստված այսօր էլ շատ հրաշքներ է անում։ Եվ եթե ուզում եք իմանալ այդ հրաշքներից մեծագույնը մարդու հպարտ, չար սիրտը փոխվելն է։ Երբ որ մարդը Աստծո առջև խոնարհվում է, երբ որ մարդը ապաշխարում է, ահա մեծագույն հրաշքը։ Ուրիշ ինչ ենք ուզում տեսնել։ Տեսանելի բաներ։ Եթե տեսանելի բաներով պիտի մեր հավատքը առաջնորդվի, մենք խաբված ենք։ Միայն խոսքը եւ նորից խոսքը։ Քարոզախոսությունը հասավ իր ավարտին։ Միայն հնարավորությունը բոլոր նրանց, ովքեր որ ապաշխարած չեն։ Հետևյալն ենք ասում. Քրիստոս քեզ համար 2000 տարի առաջ խաչելավ։ Մասնավոր քեզ համար, քո մեղքերիդ համար իր կյանքը դրեց, իր թանկագին արյունը թափվեց, որպեսզի դու մեղքերից ազատվելով փրկվես։ Եվ Տեր ուզում է այս միակ բանը, հավատաս այդ կատարված գործին եւ խոստովանես քո մեղավոր լինելդ եւ Հիսուս Քրիստոսի արյունը քեզ բոլոր մեղքերից կսրբի, Աստծո որդի կդառնաս եւ հավիտենականությունը որպես ժառանգորդ քեզ կտրվի։ Տերը թող իմաստություն տա այս քայլ անելու եւ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն